Բարև, պատկերացրեք, որ տեսողությունը շտկելը հնարավոր լիներ ոչ թե լազերով կամ վիրաբուժական դանակով, այլ թույլ էլեկտրական հոսանքով։ Occidental College-ի ու Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները ներկայացրել են գրեթե ֆանտաստիկ տեխնոլոգիա, որը ստացել է EMR ձևի էլեկտրամեխանիկական փոփոխություն անվանումը։ Տեխնոլոգիայի սկզբունքը պարզ է, ինչպես պլաստիլինով խաղալը։ Թույլ էլեկտրական իմպուլսի շնորհիվ աչքի եղջերաթաղանթը դառնում է փափուկ ու դյուրաթեք, ապա աչքի վրա հագցնում են պլատինի բարակ ձև ոսպնյակը, որն էլ սահմանում է եղջերաթաղանթի ճիշտ կորությունը։ Ու ընդամենը 1 րոպեում աչքը ֆիքսվում է նոր կոնֆիգուրացիայում, ոչ մի կտրվածք կամ հյուսվածքների հեռացում, ոչ մի լազեր, միայն էլեկտրականություն ու մի քիչ քիմիա։ Դա աշխատում է, որովհետև եղջերաթաղանթը բաղկացած է կոլագենից, ու այն իր ձևը պահպանում է լիցքավորված մոլեկուլների ու սպիտակուցների շնորհիվ։ Հոսանքի ազդեցության տակ հյուսվածքի ջրածնային ցուցիչը կամ pH-ը ժամանակավորապես փոխվում է։ Եղջերաթաղանթը կարծես հալչում է, սակայն անմիջապես պնդանում անհրաժեշտ կորությամբ հոսանքն անջատելուց հետո։ Նոր կորությունը թույլ է տալիս լույսին ճիշտ կերպով ֆոկուսավորվել ու մարդը սկսում է նորմալ տեսնել։ Հայտնագործության պատմությունն ինքնին արժանի է վեպի։ UC Irvine-ից պրոֆեսոր Բրայան Վոնգն աշխատում էր պլաստիկ վիրահատության նոր մեթոդների վրա եւ ուսումնասիրում, թե ինչպես կարելի է առանց վիրահատական դանակի օգնության փոխել կրճիկների ձևը, ու հանկարծ պարզվեց, որ նույն մեթոդը հիանալի կիրառվում է նաեւ աչքի եղջերաթաղանթի դեպքում։ Այսօր տեսողության լազերային կորեկցիան թանկարժեք է, անդառնալի ու տրավմատիկ։ Անհրաժեշտ է կտրել եղջերաթաղանթի միկրոսկոպիկ շերտերը, ստանալ կտորտանքներ, աշխատել ստերիլ վիրահատարաններում։ EMR-ը հակառակը ոչինչ չի կտրում ու հեռացնում, հյուսվածքը մնում է ամբողջական, փոխվում է միայն դրա ձևը մոլեկուլային մակարդակով։ Ավելին, մեթոդը կարող է դառնալի լինել։ Եթե արդյունքը դուր չգա, կարելի է կրկնել այլ պարամետրերով, իսկ արժեքը խոստանում է անգամներ ցածր լինել, որովհետև պետք չեն միլիոններ արժեցող լազերներ ու թանկարժեք վիրահատական բլոկեր։ Այո, մինչև իրական կլինիկական պրակտիկան դեռ երկար ճանապարհ կա։ Գիտնականներին սպասում են կենդանիների վրա փորձարկումների տարիներ, երկարաժամկետ կայունության ու աչքի համար անվտանգության ստուգումներ, ապա կլինիկական փորձարկումներ մարդկանց վրա ու կարգավորիչների հավանությունը, բայց եթե ստացվի, ականատես կլինենք իսկական հեղափոխության ակնաբանության ոլորտում։ Անտարկտիդան հավերժական սառույցների այդ խորհրդանիշը այսօր փոխվում է այնպիսի արագությամբ, որ գիտնականներն արդեն խոսում են անդառնալիության կետի մասին։ 1990 թվականներից սկսած մայրցամաքի սառցե վահանի զանգվածի կորուստը արագացել է գրեթե 6 անգամ, իսկ ծովային սառույցի մակերեսը 2023 թվականի հուլիսին նորմայից ցածր է եղել ավելի քան 7 ստանդարտ շեղումով, ինչը շատ հեռու է վերջին դարերի բնական տատանումներից։ Սա տագնապի ազդանշան է ամբողջ մոլորակի համար։ Ավստրալիայի ազգային համալսարանի գիտնականների խումբը Nature ամսագրում հրապարակված հոդվածում օգտագործել է ամեն ինչ։ 1978 թվականի ուղիղ դիտարկումները, 1700-ականների կլիմայի ռեկոնստրուկցիաներն ու արբանյակային տվյալները։ Արդյունքում ստացվել է բավականին մռայլ պատկեր։ Սառցե ծածկը սրընթաց նահանջում է, ինչի հետ միասին փոխվում է ամբողջ հարավային օվկիանոսի շրջապտույտը։ Համաշխարհային օվկիանոսային հոսանքները շարժիչի նման սնուցող հատակային ծանր աղաջրերի արտադրությունը նվազել է գրեթե 1/3-ով։ Դա սպառնում է դանդաղեցնել այսպես կոչված թերմոխալինային շրջապտույտը, որը ազդում է ամբողջ մոլորակի կլիմայի վրա։ Հետևանքներն արդեն իսկ տեսանելի են։ 2016 թվականից սկսած կայսերական պինգվինների գաղութների կեսը բազմացման հետ կապված աղետալի վիճակում է։ Ծովային ափամերձ անշարժ սառցե շերտը, որի վրա աճում են ձագերը, ավելի շուտ է հալչում, քան նրանք հասցնում են կոփվել։ Սառույցը հեռանում է իր հետ տանելով մի ամբողջ էկոհամակարգի ֆունդամենտը։ Գիտնականներն ընդգծում են, նման արագ փոփոխություններն Անտարկտիդայում կարող են անդառնալի լինել։ Եթե սառցե մայրցամաքը դադարի կատարել մոլորակի սառնարանի ու օվկիանոսային հոսանքների շարժիչի դերը, կլիմայական ցնցումները կառնչվեն բոլոր մայրցամաքներին։ Հարցն այն է, արդյոք մարդկությունը կկարողանա ժամանակին կանգնեցնել այս պրոցեսը։ Օսլոյի համալսարանի գիտնականները տագնապալի կորելացիա են հայտնաբերել։ Անքաշ կաթի օգտագործումը կապված է սիրտանոթային ու այլ հիվանդություններից բարձր մահացության հետ։ Գրեթե 74,000 մասնակցի հետ մի քանի տասնամյակ տևողությամբ խոշոր հետազոտության արդյունքները հրապարակվել են The American Journal of Clinical Nutrition ամսագրում։ Վերլուծությունը ցույց է տվել, որ նրանց մոտ, ովքեր պարբերաբար խմել են 3,5% յուղայնությամբ անքաշ կաթ, մահվան ռիսկը 12%-ով բարձր է սիրտանոթային ու 22%-ով այլ
այլ հիվանդություններից, ի տարբերություն նրանց, ովքեր նվազագույնն են օգտագործում անքաշ կաթ։ Միաժամանակ մասնակիորեն յուղազրկված կաթը 1,5% ու ցածր յուղայնության նման կապ ցույց չի տալիս։ Հետազոտողներն ընդգծում են, խոսքը հենց կաթի որպես ըմպելիքի մասին է, ոչ թե այլ սննդամթերքի մեջ առկայության։ Այսպիսով, անցումը պակաս յուղային կաթնամթերքի կարող է լինել առողջության համար ռիսկերի նվազեցման պարզ միջոցներից մեկը։ Այս շաբաթվա գիտաֆանտաստիկ ֆիլմն է Ռիդլի Սքոթի «Օտարը»։ Տիեզերքում ոչ ոք չի լսի քո ճիչը, ասում է ֆիլմն ու հանդիսատեսին թաղում այնպիսի թանձր մղձավանջի մեջ, որ արդեն 46 տարի է մարդիկ չեն կարողանում դուրս պրծնել Լավքրաֆթյան այդ խտոնիկ սարսափի ճիրաններից։ Օտարում ամենատպավորիչը այն պահն է, երբ տիեզերական առօրյան հանկարծ հայտնվում է անհայտության խավարում։ Մարդն առաջին անգամ տեսնում է արարած, որը ոչ թե ուղղակի սպանում է, այլ մարմնավորում օտարության կենսաբանական սարսափի գաղափարը, որի առաջ անօգուտ են թե տեխնիկան, թե բանականությունը։ Ֆիլմի ամենահիշվող դրվագը, երբ մարդու կրծքավանդակից դուրս է պրծնում մակաբրիկ մի զարհուրանք, դարձավ առօրեականությունը 1 վայրկյանում բացարձակ մղձավանջի վերածելու խորհրդանիշ։ Ռիդլի Սքոթը նկարել է ոչ թե ուղղակի գիտաֆանտաստիկ ֆիլմ, այլ վախի, պոետիկա, դանդաղ սկսվող ու հանդիսատեսի վրա սրընթաց սլացող լարվածության սիմֆոնիա։ Տեսախցիկն անշտապ լողում է Նոստրոմո տիեզերանավի միջանցքներով, որտեղ լույսը թարթում է, իսկ խողովակները արտաշնչում են գոլորշիով։ Օտարի առանձնահատուկ մոգությունը նրանում է, որ այն հավասարապես ուժեղ է թե որպես խորքային վախերի մասին տիեզերական դրամա ու թե որպես էսթետիկ արվեստի օբյեկտ։ Հանճարեղ նկարիչ Հանս Ռուդիգերը մարդկությանը նվիրել է բիոմեխանիկական մղձավանջի ամենատպավորիչ կերպարը՝ հիպնոտիկ սեքսուալ մահաբեր, ու այդ կերպարն այնքան ուժեղ է, որ անգամ տասնամյակներ անց շարունակում է թափանցել մասսայական մշակույթ, արվեստ ու մարդկանց երազներ։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։